Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի նոյեմբեր ամսվա տարրո կանխատեսումը ցուլ նշանի համար։ Հինգական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, այնուհետև մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլորը իրենց կյանքում կզգան, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով, տարբեր բնագավառներում, քանի որ այս տարրո կանխատեսումը ընդհանուր բնույթի է և բոլոր ցուլերին է վերաբերում։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարրո կանխատեսում կամ հորոսկոպ, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ամիսը ձեզ համար կսկսվի ձեր պլանների խափանմամբ։ Ինչ-որ բան ձեր պլանավորածով չի գնա, ինչ-որ անսպասելի փոփոխություններ կլինեն, ինչ-որ վերջին պահին, թե որ ոլորտում կլինի այս անսպասելի փոփոխությունը, պլանների խափանումը, արդեն ամեն մի ցուլ մի ձևով է զգալու, բայց որ ինչ-որ բան ձեր պլանավորածով չի գնա, դա հաստատ։ Սիրելի ցուլեր, հետևեք ձեր առողջությանը, քանի որ հնարավոր է ինչ-որ առողջական խնդիրներով պայմանավորված չկարողանաք օրինակ գնալ աշխատանքի, ստիպված լինեք տանը մնալ կամ գուցե գնաք բժշկի, հիվանդանոց, ինչ-որ զննման նման հարցեր կարող են լինել ամսվա սկզբին, այնպես որ եղեք շատ զգույշ եւ հետևեք ձեր առողջությանը։ Նախորդ քարտը հենց ասում էր դրա մասին, անսպասելի ինչ-որ առողջական խնդիրներ կարող են ի հայտ գալ։ Ամսվա կեսերին ձեզ հանդիպում է սպասվում կամ համագործակցություն, ամեն մեկը մի ձևով կզգա, գուցե հանդիպեք, գուցե նոր հարաբերությունների սկիզբ դրվի, գուցե համագործակցություն լինի, ոմանք անցնեն աշխատանքի, ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Համենայն դեպս քարտի էներգիան դա համագործակցությունն է, դա հանդիպումն է։ Որևէ կին, ով ծնված է օդի տարերքի ներքո, դա է, երբ օրյակ ջրհոս կամ կշեռք, ձեր կյանքում ինչ-որ դեր է ունենալու այս ամսվա ընթացքում։ Այս կինը կարող է լինել ձեր ընտանիքի անդամը, ձեր շրջապատից որևէ մեկը կամ կարող է լինել նաև նոր ծանոթություն։ Իհարկե, եթե նայենք բժշկական տեսանկյունից, ապա հնարավոր է նաև այս կինը խորհրդանշի նաև բժշկի, այսինքն ձեր բժշկի գնալը։ Նման ինչ-որ հարցեր կլինեն եւ ինչ-որ իրավիճակ կստեղծվի ձեր կյանքում, որը ձեզ համար անսպասելի կլինի, որից դուք կնեղսրտեք, ինչ-որ բան կարծես ձեր ուզածով չի գնա, ինչպես որ ամսվա սկզբին նշեցի, բայց կարևոր է որ չկենտրոնանաք նրա վրա, ինչը չստացվեց, քանի որ ձեր ուզածին հասնելու համար կան նաև այլ տարբերակներ։ Պետք է ուղղակի ձեր չկենտրոնանաք չստացվածի վրա, չխորանաք, այդպես չտխրեք, այլ ուղղակի հասկանաք եւ շուտ դուրս գաք այդ իրավիճակից, շուտ կողմնորոշվեք եւ շարժվեք առաջ։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված առաջինը լիալուսին ենք ունենալու ամսի 5-ին, սիրելի ցուլեր, հենց ձեր առաջին տանն է լինելու լիալուսինը, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու։ Այս ժամանակահատվածում կարծում եմ, որ ինչ-որ հարցեր կառաջանան ձեր աշխատանքի հետ, կարծես գուցե ոմանք այս քարտի օգնությամբ անցնեն նոր աշխատանքի, գուցե ունենաք նոր հաճախորդներ, նոր հմտություն որոշեք ձեռք բերել, կարծես արդեն հստակ ինչ-որ արդյունք կտեսնեք այս ժամանակահատվածում։ Եվ նորալուսին ենք ունենալու ամսի 20-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու այս ժամանակահատվածում, սիրելի ընկերներ, կրկին դուրս է եկել մի կին, ինչը որ վերոնշյալ քարտերից ասեցի, ով ծնված է օդի տարերքի ներքո, երկվորյակ կշեռք կամ ջրհոս, երբ սիրելի ընկերներ տարբեր քարտերից դուրս է գալիս նույն քարտը, դա ասում է ավելի խորացնում էներգիան, ավելի կարծես մեր ուշադրությունը սևեռում է հենց այդ կետը։ Այնպես որ այս կնոջ հետ կապված ինչ որ նորություն է լինելու ձեր կյանքում, նոր սկիզբ, նոր հնարավորություն, կարծես ինչ որ նորություն գուցե լսեք նրա մասին, կամ նոր հարաբերություններ կարող են սկսվել նման կնոջ հետ։ Համենայն դեպս այս կինը ինչ որ դեր է ունենալու ձեր կյանքում այս ամսվա ընթացքում։ Այսքան է, սիրելի ցուլեր, կապված նոյեմբեր ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։